Ինչի հասկանալի չի, հասկանալի է, իրանք ամենին հրահանգ ստանում են Թուրքիայից, իրանք տիպիկ թուրք են, եթե հայերեն են խոսում, եթե հայի ազգանունն է վերջավորությունը իրանք հայ չեն, իրանք հոգով թուրք են, չգիտեմ իրանք գենետիկորեն ինչ են, բայց իրանք հոգով թուրք են, որովհետև հայի վերջն են ուզում տենան, ոչ մի խաղաղություն չի լինելու, ժողովուրդ ջան, շատ ընտրվեն, այդ ամբողջ երգ են վախկոտ մասայի համարը, թե խաղաղության ինչ խաղաղություն, բա որ խաղաղություն բերող է իր այդ տականք, ինչի այս պատերազմը բերեցիր, ինչի բերեցի 20-ական թվականի այս պատերազմը, այդքան ոսկի, մեր ոսկի երիտասարդության հողի տակ դրեցինք, այ տականք, Նիկոլ աղբեր ես ասում, դա ոչ իմ վարչապետն է, ոչ էլիս կովել, ինչ-որ ավելնորդ խոսքեր գրի, իմ ես արտահայտությունների համար, կասեմ, տղաների անեծքը, ով գնաց Նիկոլ աղբին ընտրեց, տղաների անեծքը թող երկնքից թափվի դրանց ընտանիքների գլխին, որ հասկանան, թե մեր ուզածը ինչ էր։ Ալեքս Սիմոնյանին թիմա ինչ ակնկալիքներ ունեք, Կիչնի նա ձեզ կունթունի, նաև հիշեցնեմ, որ միջադեպ էր ունեցել անհետ կորած զինծառայողներին աջակիցներից մեկի Միքայել Մարգարյանի հետ, դուք սա ինչպես ընդունեցիք, ու նաև պահանջում է ներողություն խնդրել և վճարել 1 դրամ, դուք ինչպես եք։ Այդ 1 դրամը թող տանի խփիր մոր ճակատին, այն որ մատ էր ցույց տալիս, այդ մատն էլ կպցրել նույնպես իր մոր ճակատին, որ իր նման խրտվիլակը բարձրացել ազգային ժողով աթորա զբաղացնում ու ձեռը առնում հայ ժողովրդից, այ զիբիլ վերջը գալու է այ տականք, տղամարդ ես անունով, տղամարդկանց հետ ես կռիվ տալիս, արի իջի ներքև ես իմ ասելիքը քեզ ասեմ, դե խի նախապատրաստեմ իրան, եթե պետք լինի իջնի, իբրե առանց թիկնապահների, թեկուզ թիկնապահները, բայց թիկնապահները չխառնվեն, այն այս դեմ առ դեմ հլը տեսնեմ, այ զիբիլ, ասելիքդ ինչա։ Ըստ ձեզ ինչու է գաղտնի բակում հանձնաժողովի եզրակացությունը։ Որովհետև այնքան կեղտ կա իրանց տակը, ցավը տանեմ, այնքան կեղտ կան, տիկնայք կան է, իրանց տուն կեղտոտը, իրանք դուրը փակում են, ոչ հոգի չեն թողնում ներս մատնեն, որովհետև աշխարհով մեկ իրանց փնթիությունը ջրի երես կլինի, նույնն է սրանք են, այս փնթիներն են, իրանց կեղտն են ծածկում, ինչը պիտի ծածկեն, ցույց տան, որ իրանք Թուրքին ամեն ինչ հանձնել են Թուրքին, ի համաձայնություն հանուն աթոռին։ Կարծում եք այնտեղ կան ձեր հարցերի պատասխաններ, կգտնեք այդ զեկույցում։ Եթե չլինի էլ գոնե ժամանակի ընթացքում ընթացքի մեջ կդրվի այդ process-ը, ինչ որ բաներ կբացահայտի։ Ես չգիտեմ իրանք այնտեղ ինչ խաղեր են տարել, ում են հրավիրել, գումարներ են ստացել հանձնաժողովը ստեղծելու համար ու արդյունքը ինչ։ Թալան, ու ոչ մի բան։ Որտեղ ծնողները պիտի որոշեն, իրենք են